2012 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի 6 մարզերում իրականացվում է իրազեկության բարձրացման փորձնական միջոցառումների շարք, նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ֆինանսական գիտելիքներին։ Հերթական սեմինար քննարկումը տեղի ունեցավ Լոռու մարզի ՀԿ կենտրոնում, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, բանկային համակարգի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես կազմակերպիչներն են նշում, ներգրավվածները հանդես էին գալու որպես կարծիքի լիդերներ և կարող են տարածել տեղեկատվությունը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության մարզերում տեղեկացվածության բարձրացում իրականացնել հատկապես կենսաթոշակային բարեփոխումների ֆինանսական ասպեկտների վերաբերյալ, այսինքն որոշակի ֆինանսական գիտելիք հաղորդել մեր ազգաբնակչությանը այն ինստիտուտների եւ այն գործիքների մասին, որոնք ի հայտ են գալու բուն կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում։ Ես հավատում եմ այդ համակարգին եւ լինելու եմ առաջին մասնակիցներից մեկը։ Ինչու, որովհետև մեր ներկայացման ժամանակ նշեցինք, որ այն թույլ է տալիս ինքնուրույն ձևավորել մեր ապագա օրը, մեր վաղվա օրը, մեր արժանավայել ծերությունը։ Կարծում եմ, որ նախատեսված այն մոդելը, որ դրված են օրենքներում, նրանք առավելագույնս համապատասխանում են միջազգային չափանիշներին եւ դրանց նորմալ իրագործման ընթացքում կարծում եմ, որ հաջողություն կունենան։ Ծրագրի նպատակն է որոշակի գիտելիքներ հաղորդել ազգաբնակչությանը այն ինստիտուտների եւ գործիքների մասին, որոնք ի հայտ են գալու բուն կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում։ 2014 թվականին պարտադիր կենսաթոշակային համակարգը, կուտակային համակարգը ուժի մեջ է մտնելու եւ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համապատասխան բավարար ֆինանսական գիտելիք ունենան, կարողանալու այսպես ասած իրականացնելու իրենց իրավունքները այս համակարգում, քանի որ համակարգը ինքը ուղղված է անձի վրա, ինքը բարեփոխում է եւ ուղղված է անձի վրա բավականին պարտականություններ դնելու, որը պահանջում է ֆինանսական գրագիտություն։ 1974 թվականի հունվարի 1-ից ծնված անձինք հնարավորություն կունենան իրենց ներդրումները կատարել կուտակային կենսաթոշակին։ Կառավարության կողմից եւս ստեղծվել է կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոն, որն զբաղվելու է բնակչության իրազեկման եւ ֆինանսական գրագիտության հարցերով։ Տաթևիկ Ղազարյան, Կորյուն Ասլանյան, Միք հեռուստաընկերություն։